Հիմնական փոփոխությունը, որ ուզում ենք առաջարկենք, գներն են, քանի որ դեղերը առաջին եւ միակ ուղղություններից է, որ ավելի առաջնային է, քան օրինակ հացը, սնունդը։ Հայաստանում իջինես բարձր տարիքով մարդկանց բյուջեում բավական նշանակալի դեր է ունենում դեղերի գները։ Մոտավորապես 25% ընտանեկան բյուջեի դեղերի վրա է գնում։ Դուք որպես առաջարկող ինչ ծրագիր ունեք, ինչ եք ուզում անեք շուկայում։ Առաջինը մեր երկրում կա էսպային գրանցված մոտ 3700 դեղ, հարևան Վրաստանում գերազանցել 8000-ը։ Ինչի մասին է դա խոսում, որ Հայաստանի այդ գրանցման համակարգը ունի խնդրահարույց կետ։ Երկրորդը կենտրոնացված գնումներն են։ Այն ինչ որ Հայաստան չի արտադրվում, պետությունը հնարավորություն կտա բանակցել ամբողջ երկրի քանակի համար մեծ ընկերությունների հետ։ Երրորդը իհարկե, որ ամենայինց հետաքրքիրն է, ամենակարևորն է, դա հայկական արտադրությունն է ու նաև ջեներիկների խթանումն է Հայաստանում։ Այլընտրանքային ջեներիկներով հնարավոր լինի հայկականացնել սպառումը։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է, ու ապագան